Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայրիկիս անունով ավտոտնակը գրանցված է կադաստրում, ունենք կոդով ամեն ինչ, ես վճարել եմ վերջի տարիների ընթացքում միշտ պարտաճանաչ, գույք հարկի վճար կա։ Սենց մի օրում եկան ասցին, որ պետք է քանդեն։ Երեք եկել են, ասել են ինչ հնարավոր է, արժեքավոր իրերը հանեք, փախցրեք, այդքանը։ Ասենց հիմա թուղթը ծանոթում է եկա անգամ ես վերջերս, որ գրած ավտոտնակ, ասենք վճարը, 5000, իհարկե։ Հայրիկս տեղ չի, ես երեք ընկերս ասեց, իմ կողքի ավտոտնակի տերը։ Խնդրեմ, ստեղ նշանակությունը բնակարան, ասենք, ստեղ բնակարան ունենք։ Նշած է նշանակությունը, շինության նպատակային նշանակությունը ավտոտնակ, վճարը 4204 դրամ։ Ամսական։ Չէ, սա տարեկան է, կարծեմ։ Ամեն դեպքում օնլայն բանկով վճարել եմ միշտ պարտաճանաչ։ Սենց 21 թվականին ասցին, որ պետք է գեոդեզիա արվի ու կադաստրում գրանցվի, ինչը որ պարտաճանաչ արել են։ Այս այդ ժամանակ ամեն ինչ եկել սաղ նկարել են, գեոդեզիան արել են, գնացել է կադաստր, մեզ կոդ է եկել կադաստրից։ Քանա։ Այսինքն այդ կոդի հիման վրա դուք ձեր վճարումները արել եք։ Այո, պարտաճանաչ արել ենք այդ ամբողջ բոլոր վճարումները։ Ու այս հողը ժամանակին եղել է բնակելի նշանակության, ինչ-որ պայծ փոխել են, դարձրել են հասարակական նշանակության։ Ու հիմա ասես փաստի առաջ են կանգնած։ Որ պահից են փոխել։ Եթե չեմ սխալվում 25 թվականից են ասում։ Ու տենց չեմ հետևել կոնկրետ այդ գործընթացին, բայց ինչ որ պայծ փողը փոխվել է նշանակությունը։ Իսկ պատրաստվում եք օրինական ձևով պայքարել ձեր իրավունքների համար։ Իհարկե, օրենքի սահմաններում ինչ հնարավոր է փորձում ենք անել։ Այստեղ մի հատ հասկ է, էլի որ մերժումը չկա, թուղթը։ Ասում է դատարանը քեզ հայտ չի ընդունել։ Որտեղ չկա մերժումը։ Առանց մերժման քանդում են։ Մերժումը տան, ասենք ժամանակի նշանակեն բանանը, ճիշտ է։ Ոչ մի բան չկա։ Երեք եկել են այսօր քանդում են։ Անգամ ծանոթում չի եղել։ Եթե տեղյակ եմ, ինչքան տեղյակ եմ, մի ամիս առաջ պետքա ծանոթում լինի արձերն, որ այսպեսի բան է սպասվում ձեզ, որպեսզի, ասենք, ենթադրենք երկրում չէինք կամ հնարավորություն չունենք այս ամեն ինչը դատարկելու, գույք կա, ամեն դեպքում ավտոտնակը շատ երկար տարիներ գործածվել է իր նպատակին։ Մի օրում եկել են, ուղղակի ասում են, որ վաղը գալու ենք քանդենք։ Վերևը նկարեցի։